Թե աշխարհում կա Ղարաբաղ, Ղարաբաղում կա գյուղացի, գյուղում վարքար, տուն ու օջախ, բոլորն էլ ծով, աղ ու հացի, մեր վաչագան թագավորի, աներանց գյուղն է պատմական, Անահիտի աղբյուրով հին ու հեքիաթով իր պատվական, ասում են թե Անահիտի աղբյուրի մոտ տուն շինելիս, քանդված հիմքից մի թաղբանդի գործիքներ են ի հայտ գալիս, գորգագործի գործիքներ հին, շինած ամուր փղոսկրից, եւ հանձնում են թանգարանին, որ չթաղվեն երբեք նորից, ապրում է Արցախը, կա արցախցին, կան Անահիտն ու գյուղհացին, քռնով աղբյուր, բռի եղցի, կարոտ, հայոց լուսաբացին։ Թե աշխարհում կա Ղարաբաղ, Ղարաբաղում կա հացի գյուղ։ Բարեկամներ, եթերում մեր շենը հեռուստացրագրի հերթական թողարկումն է, եւ այսօր մեր նկարահանող խումբը գտնվում է Մարտունու շրջանի Հացի գյուղում։ Բարեկամներ, կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ պատմություն ունի այս գյուղը, ինչպիսի մարդիկ են ապրում այստեղ եւ ինչ են մտածում նրանք։ Մեր գյուղը առաջ թագավորական շեն էր էլի, հարկ տա իշխել պետությանը։ Ժողովուրդը հիշ տղա կայսինլա մեր գյուղը, որպեսզի մեր գյուղը հանգստանա, դեք այդպիսի գյուղ ալել առաջ։ Առաջ մինչև 900 շունչ ալել մեր գյուղը, դեմեն գյուղը եկալա 200-240։ Ինչպիսի մարդիկ են այս գյուղի մարդ։ Բնավորությամբ են լավ, գործունեից դե չտեսված գործունողներ լի, դե փոքր խանութոնի նստած պենսիաներ մարդիմլի եկած առոտորան զբաղվում։ Ժողովուրդն լի, վեհյուրի ծերքը պատար նումար կամ առոտորանում, նույնքի գրել տալավ առոտորանում, հետագային պյուրմատամլի։ Հարմար է էլի ձեր։ Հարավեջ ինչի լի, մասին չայջատ Իմիգվանից հետո խաղաղություն ունի ժողովուրդը որպեսզի կարին ապրին։ Միակ խաղաղություն ունի։ Մեր այս ջահելներն կարին ապրին լիլավ։ Ընտանիք կազմին, գյուղը զարգանա, ամեն ինչով լավն էլի։ Մունքետ են կոչում էլի։ Իսկ ապագան ինչպիսին եք տեսնում։ Իմ կարծիքով պետք է լավն է։ Շատ է լավ, լի հետագայում։ Դե սովետը 45 թվականի կռիվը չացալա միջև 60 թվականը հաս չլալ թավորդին։ Ես ինքս 7 տարեկանը հաս չում կերա։ Ճուղպուրա թորտ թաղում կացալ։ Իլա չի։ Քեցալանք գործեր ալպեներա, բայց իլա չի։ Բայց մենք այստեղ մենք փառք ստուծու։ Ամեն ինչը բոլ այնա ամեն ինչն լավ։ Կարևորը խաղաղությունն է։ Միակ ես այդ կցանկանում 79 տարեկանում հակառակ դեպքում Եթե մի պինինի պատրաստենք, սաղսր պատրաստենք, բայց ասվածանը չունի խաղաղություն, միակ խաղաղություն, ուրիշ ոչ մի բան։ Միներ մի բողոք կա այս ջրայի մասին, նահատվեր մեր հյուրը սամատյոկա, բայց տորբեքը լրի փուչա, էտ է իմ բողոքս ուրիշ բան չում։ Օժը տնին բանակ են իրան։ 12 տարի է շինել կարտելի, ինչու է հաժատ, 10 տարեն բոլա, 2 տարեն վայնի ուչիլիշը պեց, խոխանչիր կինա վայնի ուչիլիշը լավ օպտնի պին հանցու կարին բանակը պահին, նանը էտ վերցինի энни уже солдат террасին, եվ շտաչին դը սվերի, անցու կարին ուշ վեշին պենանի, ռատա մենը գլավնին տայա, ես ստասմա ստել է սորցուն, բայց ձևական, ես շկոլները ասմա վայնի անցնգենում, Հոտալիչ, ձևականը, սկականը, վայենի ուչիլիշը 2 տարի գրշատ են դղան, 2 տուրում համ բեն սամալյոտ են սվերի, համ ռաչետը սվերի, համ տանկը ջիջ կարը տանկը երինի տուստյա։ Հատը գլավնին տայա, մինակ տանցըտ էիք ծարայում։ Մեր պենսանելին իրանց, թե խաղությունի, կարիք մնք թայրանիչ, տանական անչավով ենավ ու յոլատինիչ։ Ատե գլավնին բանակն ամիր, խաղության հետ էիք չչարում, ապուրուսնու էչիչ։ Լաղա պիստա հարդադեր չի, տողարը կարտոշկա հոտիկ կանանչ հոտինք, հալալի խաղությունն, ամենա գլավնին սորվա իրար հատե տայա։
Ֆորմուսենա եղնիկները մծարայից Հələ իմնել ելլատի։ կացմալ ապարխին կացել լապլավ Դարեր առաջ երթվել են մեր քաջերը, որ ասկերին չի մնա մեր երկիրը, դա է հայոց պատմությունը վկայում, որ մեր ազգի քաջերը չեն խոնարհվում, անուն առանուն հիշենք հայ քաջերին, Արաբոյին, Անդրանիկին, Չաուշին, որտեղ կանգնենք մեր երկրին ու մայր հողին, դե եկեք երթվենք մանրանցի շատակով, հզորանանք ծովից ծով Հայաստանով, ինչպես Արցախում տարածախ թանակով, դե եկեք թերթենք պատմության էջերը, կտեսնենք, որ անհաղթեն մեր քաջերը, եռագույն դրոշն է հայի պարծանքը, ուխտատեղի մեր աղթամար ավանքը։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք Հացի գյուղի ակումբում, որը բավականին հին շենք է, կառուցումից ի վեր այստեղ ոչինչ չի արվել, ոչ մի թարմացում, ոչ մի վերանորոգչական աշխատանք, եւ այնուամենայնիվ այսքանով հանդերձ աշխատողները ակումբի աշխատում են, ինչպես որ հարկն է, միջոցառումներ են կազմակերպում։ Ակումբը կառուցվել է 60-ական թվականներին, ոչ մի վերանորոգման ենթարկված չի այդ թվականներից ի վեր, ծառայել է որպես զորանոց պատերազմի ժամանակ։ Խաղասենյակը համայնքի ուժերով մի քիչ վերանորոգվել է։ Երիտասարդները գալիս խաղում են շախմատ, շաշկի։ Ընտանիքն, որ վերանորոգման թակայ արդեն ծրագրի մեջ է, այս տարի երևի կվերանորոգին։ Ակումբը հին է, բայց ամեն ինչ կազմակերպում ենք երեխաների հետ մեր ուժերի չափով։ Թեկուզ ձմեռը ցուրտ տալինում են մեր համայնքի ղեկավարի օգնությամբ մեր սենյակը վերանորոգ հավենք, այդ սենյակում երեխաների հետ կազմակերպում ենք միջոցառումները, մշակութային խաչմերուկի մասնակցել ենք, Երևանը կմասնակցավ մինչև անգամ տոնավաճառին, Ստեփանակերտ տոննիկ մասնակցավ։ Մարտունու շրջանի Հացի գյուղի դպրոցը կառուցվել է 1911 թվականին։ Իր գոյության ընթացքում այն մի քանի անգամ վերանորոգման է ենթարկվել, սակայն միևնույն է, դպրոց մտնելու հենց առաջին պահից պարզ է դառնում, թե որքան հին է այս գյուղի դպրոցը։ Այդ մասին առաջին հերթին հուշում են ահա այս կամարները, ինչպես նաև առաջին հարկում գտնվող սենյակները, որոնք ժամանակին, ինչպես ասում են, թաղբանդներ են եղել։ Արցախ աշխարհում հայեցի կրթություն տվող դպրոցները դարերի պատմություն ունեն, եւ ամեն մի դպրոց ունի իր սկիզբն ու շարունակությունը, իր ներկան։ Այս դպրոցների շարքում իր ուրույն տեղն ունի Հացու հիմնական դպրոցը։ Կրթության գործը Հացի գյուղում սկսել է զարգանալ դեռևս 5-րդ դարից։ Այս մասին հիշատակվում է Մովսես Կաղանկատվածու պատմություն աղվանց աշխարհի աշխատության մեջ։ Այնտեղ նշվում է, որ 5-րդ դարում Հացի գյուղում բացվել է նախակրթարան, որն ունեցել է 1 ռաբունապետ եւ 10-ից 12 աշակերտ։ Հետագայում եւս Հացի գյուղը եղել է հոգեվոր մշակութային կենտրոն։ 9-ից 12-րդ դարերում այստեղ կառուցում է Բրիեղցի վանական մեծ համալիրը, որ եղել է գրչության կենտրոն նաեւ։ Այստեղ ուսանելու են եկել տարբեր շրջակա գյուղից եկած երեխաներ։ Այնուհետև կրթության մանրամասնությունների մասին առանձին հիշատակումներ չկան, բայց արդեն հիշատակվում է Էջմիածնի սինոդի վիճակագրական տվյալների համաձայն, որ 1873 թվականին Հացի գյուղում բացում է նախակրթարան, որն ունեցել է 15 աշակերտ եւ 1 ուսուցիչ։ Հաջորդ տարին արդեն բացում է ծխական մի դասյա դպրոց 30 աշակերտով եւ 1 ուսուցչով։ Եվ հետաքրքիր մի հանգամանք եւս, մեր Հացի գյուղի բնակչությանը խիստ մտահոգել է նաև աղջիկների կրթության հարցը եւ նրանք դիմել են Էջմիածնի սինոդին, խնդրելով, որ աղջիկների համար եւս բացվի դպրոց։ Եվ արդեն 2 տարի հետո գյուղում բացում են նաև իքական մի դասյա դպրոց։ Հետագայում սովետական ժամանակաշրջանում եւս մեր դպրոցը կարողացել է պատվով կատարել իր առջև դրված առաքելությունը։ Մենք ունեցել ենք շատ հայտնի շրջանավարտներ, որոնք մեր դպրոցը ավարտելուց հետո ոսկե մեդալներով ավարտել են նաև տարբեր վայրերի միջնակարգ դպրոցները։ Այսպես քույր եւ եղբայր Էլիա եւ Ռոբերտ Մուսայելյանը ոսկե մեդալով ավարտել են Բաքվի հայկական դպրոցը։ Ալեքսանդր Սարգսյանը ոսկե մեդալով ավարտել է Երևանի ֆիզիկա-մաթեմատիկական թեկումով դպրոցը։ Քույր եւ եղբայր Լիլիթ եւ Դավիթ Սարգսյանները Աշանի միջնակարգ դպրոցը։
Պետք է ասեմ նաև, որ Դավիթ Սարգսյանը ոչ միայն փայլուն գիտելիքների դերազնավորություն էր, այլ նաև փայլուն հայրենասեր, մասնակցել է մեր այս պայքարին եւ զոհվել։ Ներկայիս դրությամբ մեր դպրոցը ապահովված է մասնագետ կադրերով եւ ունենք նաև աշակերտներ, որոնք կարողանում են իհարկե յուրացնել ծրագրային պահանջները եւ տարբեր միջոցառումների ժամանակ հանդես գալ։ Ինչպես գիտեք, կրթությունը մեր պետության կարևոր ռազմավարական ոլորտներից մեկն է եւ որակյալ ու զարգացած անհատ ձևավորելու համար մեծ պատասխանատվություն է դրվում մեր ուսուցիչներիս վրա։ Եվ ինչն է հետաքրքիր, տարբեր ժամանակաշրջաններում բարիգործները միշտ մեր դպրոցի կյանքում մեծ դեր են կատարել։ Երբ գյուղում բացում է մի դասյա դպրոց, Բաքվի հայրենակցական միության հասեցիները դպրոցի ծախսը վերցնում են իրենց վրա եւ հոգում այն։ Հետագայում եւս տարբեր ժամանակներում մեր դպրոցում մեծ աշխատանք են կատարել բայրարները։ Այսպես, կաթոլիկ օգնության ծառայության միջոցներով դպրոցում ավելացվել է 2 դասասենյակ, առաջին հարկես մեկ սա, մեկ էլ վերևինը։ Հետագայում փափային հիմնադրամի միջոցներով կատարվել է ընթացիկ վերանորոգումներ։ Եվ ես օգտվելով առիթից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր դպրոցի եւ մեր գյուղի մեծ բարերար ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցին։ 2013 թվականին Արցախյան ազատամարտում զոհված հասեցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման ժամանակ տեղի ունեցավ մեր առաջին հանդիպումը ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցի հետ, որը հետագայում վերածվեց մի մեծ բարեկամության։ Գրիգորի Գաբրելյանցի եւ ապագա հիմնադրամ սերունդների աջակցությամբ շատ կարճ ժամանակահատվածում լրիվությամբ նորացվել է դպրոցի նյութատեխնիկական բազան։ Ունենք համակարգչային կաբինետ, սպորտային գույք, նորացվել է գրադարանի կահույքը եւ ստացել ենք նաեւ նոր հրատարակված բազմաթիվ գրքեր։ Եվ սա իհարկե հարցի միայն մի կողմն է։ Մեր հարգարժան ակադեմիկոսը ես կասեի, որ 2 անգամ մեր երեխաների համար իրականություն դարձրեց նոր տարվա հետ կապված հրաշքի սպասելիքը։ Նախորդ տարի մեր այս ծայրամասային փոքր գյուղի ուսուցիչների եւ աշակերտների համար կազմակերպեց հանդիպում Հանրապետության նախագահի նստավայրում։ Մեզ ընդունեց մեր հանրապետության նախագահ հարգարժան Բակո Սահակյանը եւ այդ օրվա հիշողությունը որպես լուսավոր շող, իսկ թվում է թե կմնա մեր բոլորի հիշողության մեջ։ Հետաքրքիր է, այսօրվա դրությամբ քանի աշակերտ ունի։ Երևի սա այն հարցն է, որ միշտ տալու ժամանակ ինձ վատ եմ զգում, որտեղ աշակերտների քանակը մեր քիչ է եւ տարիների հետ կապված պակասումը։ Այսօր մենք ունենք ընդամենը 17 աշակերտ։ Եվ պետք է ասել, որ վերջին 2 տարվա ընթացքում աշակերտների թիվը նվազել է, բայց կա մի ուրախացնող հանգամանք եւս։ Միանգամից նախորդ տարում մենք ունեցել ենք 4 ծնունդ։ Սա իհարկե մեր գյուղի համար քիչ չէ, եւ գյուղում կան նաեւ շատ երիտասարդներ։ Եթե պայմանները նորմալ լինեն, իրավիճակը խաղաղ եւ երիտասարդների ընտանիքավորվեն, հեռանկար կա, որովհետեւ գյուղում մոտ 30 չամուսնացած երիտասարդներ ունենք։ Եվ իշն է հետաքրքիր, մեր գյուղում միշտ էլ ավելի շատ տղաներ են ծնվում, քան թե աղջիկներ։ Երիտասարդները բոլորը տղաներ են։ Եվ եթե պատկերացրեք միանգամից պայմաններ ստեղծվեն, ընտանիքավորվեն, գյուղի համար ինչ մեծ առաջընթաց կլինի։ Սա իհարկե այն հարցն է, որ մենք միշտ ասում ենք, եւ մինչեւ անգամ մեր ուսուցչական կոլեկտիվը ասում է, եթե ձեր մի հարց լինի, մենք էլ նախաձեռնողներից մեկը կլինենք միջոցառումների կազմակերպման գործում եւ մնացած այլ հարցերում։ Հացի գյուղում դպրոցին կից գտնվում է ահա այս եկեղեցին, որը Սուրբ Աստվածածին է կոչվում, որը սակայն միակ եկեղեցին չէ գյուղում։ Հացի գյուղում է գտնվում նաև շատ հայտնի բռի եղծ կոչվող եկեղեցական համալիրը։ Հացեցիները իհարկե հավատում են եւ եկեղեցուն եւ Աստծուն, բայց ավելի շատ ապավինում են իրենց խղճին ու բասկի ուժին։ Հացի գյուղի պատմությունը այսպես է սկսվել։ Երկու ազնվորությունը Այս մեր Շահումյանի շրջանից դեպի կողմը հայկական շրջանն է եղել։ Այդտեղ ինչ-որ մի սպանություն է եղել։ Այդ երկու ազնվորությունը, որպեսզի դրանց չդատին, վտարալն այս կողմերը, մեր կողմերը։ Իլելա Ղազի պապը եւ Հլեման պապը։
որի երկու կողմերից էլ մեր գյուղի հասարակությունը որպես բարեկամություն ստեղծվել է այս մեր գյուղը։ Հետո Իրանք են գյուղը հիմնադրել։ հիմնականում տրանքն, հա, մեր պապերը տրանքն։ Եկել են այս տարածքը։ Եկել է տարածքը, հա, հիմնել, հետո երկու կողմից էլ ժառանգությունը ստեղծվել, այդ մոտիկ գյուղարախների շրջաններից ամուսնությունը կատարվել եւ հիմնվել Հացի գյուղը։ Հացի գյուղը, որ հիմնվել է, հասկանալի է 16-րդ դարի սկզբներին, կեսերին երևի, այդ ստույգ հնարավոր չի ասիմ ես, հա, բայց բոլոր դեպքում այդ Ղազի պապին վեր ասում ենք, գյուղի հիմնական հասարակությունը դա հետագաններն են, հատե այդ պապի հետագաններն են, հետո սերունդները, հա։ Ինչու է գյուղը Հացի կոչվել։ Գյուղը Հացի է կոչվել նրա համար, որ հյուրասիրությունը շատ զարգացած ալել, հացով առատալել, դրա համար էլ կոչվել է Հացի։ Ամենա մատնանշականը էտա իլել, վեր մարդիկ աշխատասեր են իլել, ամենագլխավորը, համերաշխն իլել իրար հետ, հացն կիսալ իրար հետ ամեն օր, ամեն առավոտ, ամեն կեսօր, ամեն իրիկոտ, եւ այդ համերաշխությունը ստիպել է վեր մարդիկ կենտրոնանան։ Նորից մարդիկ են եկել այս գյուղ, հա, համալրվել է այ բնակիչների շատ։ Դրանց վրա նորը եկ համալրվել են եւ համարյա միջև 41-45 թվականի երկրորդ համաշխարհային պատերազմը մեր գյուղում բնակչությունը 960 շունչայել են։ Անգլիայից վար առևտրականները գալիս էին այս ճանապարհը անցնում այս անտարի այս եզրը ճանապարհ կա, հիմա էլ ճանապարհը պաշտպանվում է։ Հետո այդ անտարի հետևով ճանապարհը գնում միջև Շուշի է գնում։ Այն ժամանակ առևտրականները ձիով բանով գալիս էին եւ այդ ճանապարհով էին գալիս կակարած հասե այս շենքումը, այս ժամումը իրենց օրնություն բան կատարում, հետո շարունակում իրենց ճանապարհը։ Հենց այդ ճանապարհն է, հա, կոչվել Մետաքսի ճանապարհ եւ ինչու։ Եվ ինչու երևի այն ժամանակներում սկսել են այդ մետաքսից թել պատրաստել, մետաքսից կուտորներ բան պատրաստել եւ այդ առևտրական համակարգը այն ժամանակ հենց այդ ճանապարհը ստեղծվել։ Ինչ պատմություն ունի այ բռի եղծը, ինչու բռի եղծ։ Բռին հիմնականում ես հնարավոր չի այդ խոսքը լրիվությամբ թարգմանածինիմ, բայց բռին երևի նա համարա կոչվել, որ այս տեղամասը հենց բռի տապաստանն ստեղ տեղանքի անունն ակարվել։ Պատմությունն էլ փորագրված այնտեղ 17-րդ դարում պատրաստված է։ Այն ժամանակ էլ դե այդ որ 7-ից 17-րդ դարերում է պատրաստ։ 17 այդ ժամանակի ընթացքում երևի ժողովուրդը համախմբելու բարեկամություն ստեղծելու համար ուրիշ տեղերից եկվորների համար, որպեսզի համալրին ժողովուրդը, դրա համար էլ ստեղ կառուցալան եւ հանգստարանը այստեղ է եղել առաջ։ Հետո հանգստարան մի երկու տեղ փոխվել է։ Այս աղբյուրը ժամանակին տեսաղբյուր էր կոչվում, այժմ արդեն Մարգարիտայի աղբյուր, այս յուղացի դիպուկահար Մարգարիտայի անունով։ Ցավոք սրտի այսօր արդեն աղբյուրը անմխիթար վիճակում է գտնվում եւ խնամքի կարիք ունի։ Համայնքում կա 235 բնակիչ, 65 տնտեսություն, համայնքում առանձնապես ժողովուրդը զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ։ Ինչ խնդիրներ, ինչ ձեռքբերումներ կան։ Խնդիրները շատ են, առաջնահերթ խնդիրը հուշարձանն է եղել, կառուցել ենք մեր համայնքի բոլոր անդամների միջոցով, դրսից հովանավորներ են եղել։ Ովքեր են եղել հովանավորները։ Դրսից
համագյուղացիներ, դրսում ապրողներ օգնել են կառավարության միջոցով էլ պարոն նախագահի գլխավորության վարչապետի, պաշտպանության նախարարի շտաբի պետի, վարչակազմի ղեկավարի գլխավորությամբ եւ մնացած բոլոր մեր համագյուղացիների գլխավորությամբ կառուցել ենք 3 տարվա միջոցում հուշարձանը ավարտել։ Ում որ դիմում ենք օգնության կարգով անում են ամեն ինչ։ Բարեկամներ, ինչպես յուրաքանչյուր գյուղի, այնպես էլ Հացի գյուղի մասին ավելի շատ բան կարելի է պատմել, բայց կարծում եմ այս մի քանի րոպեների ընթացքում կարողացանք ներկայացնել ձեզ ամենակարևորը Հացի գյուղի մասին։